նույն Հայաստանի մեր հայրենակիցները ցավոք սրտի չեն ունենալու բազային մեդիա գրագիտություն տարբերակելու աշխարհաքաղաքական sense ոնց ասեմ, տիեզերական սուտը ողջամիտ տեղեկատվությունից եւ ընդհանուր միջև չեն տարբերակելու արժևորելու օբյեկտիվ ԶԼՄ-ներին։ Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետեւ այն հասարակությունը, որը հասկանում է, որ Facebook-ով տիեզերական սուտ դնելով, անիմաստ բաներ դնելով, շրջանառելով, այսպես ասեմ, հա, կամ դրանով կերակրվելով ու քնելով վտանգի առաջ ես դնում քեզ եւ մյուսներին, եւ այն հասարակությունը, որ ասում է, թող քննադատեն բոլորիս, բայց ինձ անհրաժեշտ է օբյեկտիվ լրատվություն։ Այս երկուսը տարբեր հասարակություն են լինելու։ Երբ որ այն աղմկոտների ձայնը բարձր է, իրանք բառ ուղիղ իմաստով խլացնում են մյուսներին։ Այսինքն ստացվում է, որ հիմա տեխնոլոգիական մասսայականացման դարում Հայաստանում հաջորդ կարևոր ու հետաքրքիր ձևակերպ երևույթն է, հա, տեղի ունեցել, մենք դա չենք արձանագրել, մենք ռեֆլեքսիայի ժամանակ չենք ունենում։ Մենք դարձել ենք, այսպես ասեմ, ինչ որ մի հատ միջնադարյան ամրոցի նման մի հատ համակարգ, որը մի կողմից կպած է աշխարհին, աղմուկը աղաղակը գալիս է, բայց մյուս կողմից պարփակված է սեփական ամրոցում, հիպոթետիկ հավատալով, թե ամբողջ խնդիրները ու ամբողջ աշխարհի ամեն ինչը այստեղ է։ Եվ այս տեղի մեջ իրենք, քանի որ հիմա բոլորը հավասար ձայնով առաջնորդվում են կամ առաջնորդում են աշխարհը, իրանք եթե խմբով որոշում են, որ մեկը վհուկ է ու մազերը կարմիր է, գոռում են ու վառում են տեղում։